Բարի ուշ երեկո իմ շատ սիրելի հետևորդներ ջան, բարեկամներ, հարազատներ, ասում եմ բարի ուշ երեկո, որովհետև հիմա ցույց եմ տալիս ժամը 12:30 է։ Մենք այսօր այս ժամին դուրս ենք գալի եւ ուղևորվում ենք դեպի Լենինգրադ։ Գնում եմ հարսանիք, սիրելիներս, ընթացքում ճանապարհը կնկարեմ, իրար հետ կլինենք, հաջոր հասնենք տեղ, նորից կմիանամ ձեզ, իմ լավ բարեկամներ, համբիրում եմ բոլորիդ, սիրելիներս, առողջ մնացեք, ուրախ եղեք, կհանդիպենք, բարի գիշեր, մեզ էլ բարի ճանապարհ։ Սիրելի հետևորդներ ջան, այստեղ էլ մեր հարսանիքի ժամանակ հագնելու հագուստներն են, կոշկեղենն է, դե ինչ, մենք արդեն դուրս ենք գալիս, Աստված օրհնի մեր ճանապարհը, հանգիստ, խաղաղ տեղ հասնենք, առաջ Աստված, հետո մենք, առայժմս կհանդիպենք։ Սիրելիներս, արդեն շարժվեցինք դեպի Լենինգրադ, առաջ Աստված, հետո մենք, Աստված իմ, այսօր ոչինչ չեմ ուզում խնդրել քեզանից, ուղղակի ուզում եմ ասել շնորհակալություն այն ամենի համար, ինչ արդեն տվել ես ինձ, շնորհակալություն այն ամենի համար, ինչ ես ունեմ, դու մեր ճանապարհը օրհնիր, խաղաղ, հանգիստ, անփորձանք տեղ հասնենք, ինչքան հնարավոր է իմ սիրելի հետևորդներ ջան, ճանապարհը կնկարեմ և ձեզ սիրով ցույց կտամ, Աստված մեզ հետ, դուք էլ աղոթեք մեզ համար, իմ լավ բարեկամներ, հարազատներ ջան։ Սիրելի հետևորդներ ջան, արդեն Լենինգրադի ճանապարհին ենք, ճանապարհը ծունոտ, սառույց, հանգիստ գնում ենք, հիմա վճարովի ճանապարհով պետք է գնանք մինչև Լենինգրադ։ Ծնոտ, մառախլապատ, ճանապարհը շատ վատ է, հանգիստ գնում ենք, գեղեցիկ շենքեր են, հələ տեսեք, բարձրահարկ, գեղեցիկ։ Ճանապարհը ազատ է, մեքենաներ չկան, սիրելիներս հանգիստ գնում ենք, տեսնում եք, ոչ մի մեքենա չկա դեռ, գիշերվա ժամը 2-ն է, համարյա 800 կիլոմետր է մեր տանից մինչև որտեղ որ գնում ենք Լենինգրադ, համարյա Լենինգրադի ցենտրը պետք է հասնենք։
Քաղաքների միջով չենք գնալու, կողքով ենք անցնում անտառներով, շրջապատված ճանապարհ է։ Շատ գեղեցիկ է ճանապարհը, լուսավորված, գեղեցիկ։ Հիմա մուծման տեղն ենք, սիրելիներս։ Պետք է անցնենք վճարովի ճանապարհը։ Կտրոնը պետք է վերցնենք, որ շարժվենք։ Բաց են ավելի ճիշտ ճանապարհը։ Շլամբաո է դրած։ Помощь. Да, не че там հարցնեմ գնանք։ Լիխար։ Դե գրածա помощь։ Наличին որնա քարտը որնա։ Գրած կլինի ինչ որ միտեղ։ Չէ։ Հիմա կարդում ենք, թե ինչպես պետք է մուծում կատարենք։ Մուծեցինք, սիրելիներս, անցանք։ Սիրելիներս, իսկ հիմա միացրել ենք Աստծո խոսքը, լսելով գնում ենք, ուզում եմ դուք էլ միանաք մեզ եւ միասին լսենք Աստծո խոսքը, փառավորենք մեր Աստծուն։ Ձերքերուդ ես կհանձնեմ իմ հոգիս, որովհետև թուն կկեցվիս։ Ու սիրովը պիտի ցնցամ եւ ուրախանամ, որովհետև դժվարությունս տեսա, ջանցար դարաբանքներս եւ զիս տշտամին ձերքը չհանեցի։ Այ վտանգեն զիս դուրս բերիր եւ զիս ոտքի գամնեցուցի։ Ով դեր ողորմե ինձ, որովհետև նեղության մեջ գրտնուտենես։ Սիրով ողջունում եմ ձեզ, բարի լույսին շատ սիրելի բաժանորդներ ջան, սիրելիներս արդեն Լենինգրադում ենք, շուտով տեղ կհասնենք մեր ուզած տեղը, իսկ հիմա տեսարժան վայրերը մի փոքր ցույց եմ տալիս ձեզ։ Թունելով ենք մի քիչ տեղ անցնում, թունելի տակից էլ հոսում է Նիվա գետը, հիմա դե սառած է, տեսեք ինչ գեղեցիկ մոստ է։ Շատ սիրուն են շենքերը։ Արդեն տեղ ենք հասնում, սիրելի հետևորդներ ջան, տեսեք ինչ գեղեցիկ շենքեր են, շատ։ Անփորձանք, հանգիստ եկանք, տեղ հասանք, տեսա խցիկը անջատեն և բարձրանանք վերև։ Սիրելիներս, գեղեցկություն եմ ձեզ ցույց տալիս, իմ լավ բարեկամներ։ Տեսնում եք,
Այստեղ սիրելիներս հանգստյան վայր է, որտեղ կարող ես քեֆ անել, ուրախություն, հարսանիք, կնունք, ծնունդ, հատուկ համարներով գրված, սա մեր տեղն է, որտեղ պետք է գիշերենք առավոտյան այս տնից, սիրելիներս, ձեզ բարի լույս կմաղթեմ։ Իսկ հիմա կես գիշեր է, ժամը 12-ը, սիրելիներս, մեր մեքենաները կայանել են, մենք էլ մտնենք ներս։ Բարևներս ձեզ սիրելիներս, բարի կես գիշեր Լենինգրադ քաղաքից, այստեղ գիշերելու ենք, այստեղից էլ մեր հարսին ճանապարհելու ենք։ Իսկ հիմա մրսեցի գնամ ներս, ձեզ ասում եմ բարի խաղաղ գիշեր, բարի երազներ, մենք էլ գնանք մեր ուրախությունը շարունակենք, պատրաստվենք, որ առավոտյան մեր հարսանիքը պետք է կարգով, շախով, շուխով անենք, բարի գիշեր։ Ուй։ Այսպիսի գեղեցիկ տեղ ենք վերցրել, տեսնում եք, հարմարավետ, բոլոր հարմարություններով 5 սենյականոց է, հատուկ տներ են, որը վարձով է տրվում։ Սիրելի հետևորդներ ջան, եղբայրս 2 հատ այսպիսի տուն է վերցրել, որ մեկում երիտասարդները քնեն, հանգստանան, մեկում էլ մենք մեծերով հանգստանանք։ Դե ինչ, բոլորիդ բարի գիշեր եմ մաղթում։ Քերես աղջկան եմ նկարում, չի ուզում, ես գախնի եմ նկարում։ Здравствуйте. Մեր վեշերն էլ բեր, Նորո ջան։ Սա էլ այս աստիճաններով բարձրանում ենք ննջարաններ, սիրելիներս, գեղեցիկ, հարմարավետ տեղ է։ Ահա, սա էլ խոհանոցն է, սիրելիներս, տեսնում եք, հարմարավետ, բոլոր սպասքով, սրճեփով, ամեն ինչ կա, ջեռոցով, սառնարանով, խոհանոցային ծորակով, այս էլ մեր ժողովուրդը, ժողովուրդ ջան։ Սա էլ իմ ամուսինը, ձեռքով արա բարևի բոլոր պատպիսչիկներին մեր։ Իսկ հիմա սիրելիներս տեղավորվենք, ընթացքում առավոտյան նորից կնկարեմ։ Ցույց եմ տալիս ննջասենյակը, որը արդեն հարդարված է և ճերմակ սպիտակեղենով, վերմակով, վարագույրները մաքուր, ընտիր, նորաձև, ունի պահարան, որտեղ կարող ենք շորերը դնել, ես արդեն դասավորել եմ, և պահարան, որ դռները բացվում է, մեր շորերը կախենք, արդեն կախել եմ ես սիրելիներս, ամեն ննջարան ունի իր սանհանգույցը, բացի սանհանգույցից կա նաև ջակուզի և լոգարան։ Սիրելիներս, գիշերվա ժամը 2-ն է, պատրաստվում են ֆուրշետի սեղանը զարդարելու։ Ստեղիներն էլ ասում եմ Մոսկվայում լավ չեն քշում։
Նամի հրաստատակին եք խոսում։ Սիրելի հետևորդներ ջան, բոլոր ամանեղենները լվացել են, շարվել է, բայց պետք է դեռ դասավորեն, արդեն ժամը 5-ն է, նոր սկսել են զարդարել այս երկու գեղեցկուհիները մեր ֆուրշետի սեղանը։ Ամուսնուտ էլ հյուրասիրի։ Հա, բախտավան են կապուտ բանի մեջ։ Սիրելիներս, ամեն ինչը կարգ ու կանոնով է, հայկական, ավանդական հարսանիք է, գաթաներով, տեսնում եք, նվերներով, սա էլ թուրն է, զարդարված և նվերները։ Հիմա, սիրելի հետևորդներ ջան, պատրաստ է համեղ և գեղեցիկ մեր ֆուրշետի սեղանը, սիրով ցույց եմ տալի ձեզ բոլորիդ, սիրելիներս, այսօրվա համար այսքանը, կշարունակեմ վաղը արդեն հարսանիքի արարողությամբ, իմ լավ բարեկամներ, եղեք առողջ և օրհնված, ստեսություն, մինչ հաջորդ վաղվա հոլովակը։